Վերջին զանգի ղողանջները հունիսի 4-ին հնչեցին նաև Չարենցավան համայնքի Բժնի գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում։ 12-րդ դասարանցիները տոնական տրամադրությամբ հրաժեշտ տվեցին հարազատ դպրոցին, մեծ պատրաստակամությամբ եւ պատասխանատվությամբ բռնելով հասուն կյանքի ճանապարհը։ 12 տարիները շատ բան են տվել պատանիներին, իսկ կյանքի փորձն ու ժամանակի մարտահրավերները ել ավելի են կոփել նրանց միտքն ու հոգին։ Բջնիի դպրոցը մշտապես տարբերվել է իր մասնագիտական բարձր որակավորմամբ, հրաշալի մասնագետներով եւ տաղանդավոր սաներով։ Հույզերի տարափ, ուրախության ու տխրության իրարամերժ զգացողություններ, սեր, հոգատարություն, հարգանք, անսահման քնքշանք ու գորով, պատանեկության եւ հասունության կամրջով անցնելու վախ, բայց մեծ հույս եւ հավատ։ Հենց այսպես կարելի է բնութագրել խորհրդանշական վերջին զանգի օրը Բջնիում։ Դպրոցի տնօրեն Շուշանիկ Ասատրյանը շնորհավորեց աշակերտներին, ծնողներին եւ ուսուցիչներին, ներկայացրեց վերջին զանգի օրը դպրոց այցելած հյուրերին։ Այսօր զգացմունքների առատություն է, եւ ուրախ եւ տխուր է։ Հիասքանչ են դպրոցական տարիները։ Ձեր կյանքի այս հատվածը, որ անցկացրեցիք այստեղ, կդառնա ձեր կյանքի ամենապայծառ եւ լուսավոր հատվածը։ Հաջողություններ եմ մաղթում ձեզ արդեն հասուն կյանքում։ Ցանկանում եմ հասնեք բարձունքների, կանգնեք պատվանդանին։ Եվ իհարկե հետո գաք ձեր հարազատ դպրոցը որպես հյուր։ Հիշեք, որ մենք ձեզ միշտ սպասում ենք։ Շնորհակալություն եմ հայտնում դպրոցի ողջ ուսուցչական անձնակազմին, ծնողներին, այսպիսի սերունդ դաստիարակելու և կրթելու համար։ Ողջունում եմ մեր սիրելի հյուրերին, նրանք միշտ մեր կողքին են, մեր սիրելի հյուրերն են, բայց այսօր մենք ունենք մի առանձնահատուկ հյուր Հյուսիսային Իռլանդիայից, պարոն Պողոսը, խնդրում եմ մոտեցեք պարոն Պողոս։ Պողոսի ծնողները 1915 թվականի ցեղասպանությունից փրկվածներ են։ Մեր պարոնը ծնվել է 1950 թվականին Բաղդադում, Իրաքում։ Կրթությունը ստացել է Բահրեյնի համալսարանում, հետո Շոտլանդիայում Էդինբուրգի համալսարանում, որտեղ ստացել է դոկտորի կոչում։ Ապրել է Անգլիայում, Գերմանիայում, հիմա ապրում է Հյուսիսային Իռլանդիայում։ Պարոն Պողոսը 2001 թվականից այցելում է Հայաստան, սկզբում տարին մեկ անգամ, հիմա արդեն տարին երկու անգամ։
2018 թվականին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ հունիսի 20-ին ուզում է քվեարկություն կատարել։ Պարոն Պողոսը տարիներ շարունակ բարեգործական գործունեություն է ծավալում Արցախում եւ Հայաստանում։ Եվ չնայած որ բարեգործությունը սիրում է լուր լինել, ես այսօր ուզում եմ մեր մեջ շնորհակալությունը հայտնել մեր հայրենակցին, որ օտար ափերում էլ չի մոռանում հայրենիքին օգնելու եւ սատարելու մասին։ Շնորհակալություն, որ այսօր մեր կողքին եք եւ ես այսօր ուզում եմ ձեզ հանձնել վկայագիր, որով բժնի միջնակարգ դպրոցը ձեզ շնորհում է դպրոցի խորհրդանշական պատվավոր դոկտորի կոչում եւ շատ ուրախ կլինենք, որ դուք երբ որ գալիս եք Հայաստան, հանդիպեք մեր աշակերտների հետ, զրուցեք եւ ձեր օրինակով ցույց տաք ինչպես է լինում իսկական հայրենասիրությունը։ Շնորհակալություն, որ դուք այսօր այստեղ եք։ Գարեները չեմ կարող, այսինքն հայերենս դկար է գարելի, ուրեմն պիտի բարերն անգլերենով ասեմ, բայց շատ շնորհակալ եմ, որ այսօր այս դեղը կրնվանք ես, ու դիգին Իսաբել է։ Շատ շնորհակալ եմ դիգին Ազատուրյան, որ մեզի այսօր հրավեցիք և նույնիսկ գանեներ դեպոսյան։ Շատ ուրախ եմ, որ այսօր մենք ձեր հետ եղանք։ Ուզեմ այսինքն երեք բարեր ուզեմ ասել, դպրոց և որելակ, կսորվինք, ինչպես որ կսեն knowledge, ով գիտեն չէ knowledge, հասկով գիտություն և հասկողություն, այսինքն հասկանալ, ուսուցիչները ցեզի կտան գիտություն և կհասկացնեն ցեզի ինչպես, էլա թե սեքսեփանեսություն, որ շեհագը գամալ, սևագը և այլն և ամենը ինչպես իրեն միտքերը գամալ, մաթեմատիկը գամալ, ֆիզիկը գամալ, ամեն այսինքն ցեզի կուզեն հասկացնել, չէ՞, այսինքն։ Բայց մեկ կդար կա, մեկ բառը, որ շատ կարևոր է մեր կյանքի մեջը, եւ ադիգա շատ կարևոր է, իմաստություն։ Ես շատ ուրախ եմ այսօր ձեր մեջ եկավ, ես դες լսել եւ ինչպես որ կսեն դեսնալ, առաջ անգամ ես դպրոց եկամ եւ մանավանդ ինչպես որ կսեն 12 տարին, այսինքն graduation, բայց շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ և մաղթեմ ամեն և դասարդուներուն հաջողություն և քաջություն, ինչպես որ կսեն բարի ավակա, ամենուց և հուսամ ամեն հայրերում, որ իրենք քաջալեր են և ամեն կսալ միասին ինչս եմ շատ շնորհակալ եմ Շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ նաև Բժնի գյուղի վարչական ղեկավար Հովհաննես Անդրեասյանը։ Փակ հանուն հայրենիքի մարտիրոսված մեր բոլոր հայրենիքներին խոնարհում ես նրանց ծնողների առաջ եւ առողջություն մաղթենք բոլոր միավորներին։ Սիրելի աշակերտներ, հարգելի ուսուցիչներ, ծնողներ, քույրեր։ Աշակերտներ, ես մաղթում եմ միայն հաջողություն։ Ճիշտ է, հաջողությունը ուղիղ համեմատական է կրթության հետ։ Ես ձեզ ցանկանում եմ, որ դուք դպրոցն ավարտելուց հետո շարունակեք ձեր կրթությունը։ Քանզի մեր հայրենիքին, մեր պետությանը պետք են խելացի եւ կրթված երիտասարդներ։ Իմ դպրոցն ավարտելուն անցել է գրեթե 11 տարի, բայց ես չկա մի օր, որ չհիշեմ Տեր Հայրի խոսքերը։ Ինչ էր ասում Տեր Հայրը, ասում էր հիշեք պատմությունը,
լավագույն գործերով արժևով եք ներկան եւ հույսով հավատով նաեւ ապօրինել։ Շնորհակալություն եմ այդում նաեւ ուսուցիչներին, Գեր Ասատրյան, շնորհակալություն ձեզ, որ կարողանում եք կրթել լավ հասարակություն դարձնել։ Շնորհակալ։ Բարի երթեր աշակերտներ։ Շրջանավարտներին շնորհավորեց նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Հրազդանի տարածաշրջանի պատասխանատու Անժելա Ղլեչյանը։ Այսօր հայկազյան մեկ սերունդ եւս ճանապարհում ենք դեպի ինքնուրույն ճանապարհ, դեպի մի ճանապարհ, որ մեր արդեն գիտելիքներով սնված, հարստացած մեր երիտասարդները ինքնուրույն պիտի բացեն կյանքի դուռը։ Սիրելի աշակերտներ, ձեզ այս երկու վերջին տարիներին, ուսումնառության տարիներին բաժին հասավ մեր պատմության դժվարին մի էջի ականատեսը լինելու, բայց գիտելիքներով, հայրենասիրության, ազգասիրության գիտելիքներով զորացած դուք կարողացաք դիմադրել այդ տառապանքին, այդ դժվարությանը եւ համոզված ենք, որ հետագայում ձեր մասնագիտական կրթությունը ստանալով դուք պիտի լծվեք մի կարևոր գործի, որը հայրենիքի զարգացման, հայրենիքի ծաղկեցման գործը պիտի լինի։ Ու հնչեց զանգը վերջին։ Իհարկե, այս պատանիներից շատերի կյանքում դեռ շատ զանգեր կհնչեն, սակայն դպրոցական վերջին զանգն անմոռանալի է ու տարբերվող։ Բարի երթ, սիրելի շրջանավարտներ, բարի ընթացք բոլորիդ։ Թող խաղաղության երկնային ելևէջների ներքո անցնի ձեր ճանապարհը, թող ոչ մի պայքար անհաղթանակ չմնա, թող ոչ մի երազանք մտքում չսառչի, թող ոչ մի գաղափար չմնա թղթի վրա։